2025 թվականը պատմության մեջ կմտնի որպես միլիարդատերերի իսկական բումի տարի։ Վերջին մեկ տարում աշխարհում 344 նոր միլիարդատեր է ավելացել, օրական գրեթե 1 նորանուն։ Նրանց մեծ մասն ամերիկացիներ են, բայց նոր միլիարդատերեր կան արդեն 32 երկրում, այդ թվում Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում եւ անգամ Ալբանիայում, որը նախորդ տարի ունեցավ իր առաջին միլիարդատերը։ Forbes ամսագիրն ամփոփել է 2025-ի արդյունքները։ Միլիարդատերերի ընդհանուր թիվը հասել է 3148-ի։ Սա պատմական ռեկորդ է եւ մոտ 50%-ով ավելի է 5 տարի առաջվա ցուցանիշից։ 1987 թվականին, երբ Forbes-ը առաջին անգամ հրապարակեց միջազգային վարկանիշային աղյուսակը, աշխարհում կար ընդամենը 140 միլիարդատեր։ Նոր միլիարդատերերի թվականագի էական ավելացում է նկատվել առաջերտին տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ հատկապես մեր նման տնտեսություններում անչափ կարևոր է հետագա զարգացման համար այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որտեղ տեխնոլոգիաները ըստ էության ապահովում են տնտեսության մեջ արտադրողականության ավելացմանը, մեծ հաշվով տնտեսության արդյունավետության բարձրացմանը եւ հատկապես այն երկրներում, որտեղ օրինակ աշխատանքային ռեսուրսների որոշակի պակաս կա։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երկրորդ ոլորտը վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ու հայտնի է նաեւ որ մենք ունենք բավականաչափ զարգացած մշակող արդյունաբերություն եւ որի կարողությունները այս ոլորտում ներդրումները պետք է ավելացնել։ Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է 18.7 տրիլիոն դոլարի, ինչը 10 տրիլիոնով ավելի է 2020-ի համեմատ։ 1 միլիարդատիրոջը միջին հաշվով բաժին է ընկնում 5.9 միլիարդ դոլար, նախկին 4 միլիարդի փոխարեն։ Ներկայում ռեկորդային 19 մարտ արդեն դարձել է սենտի միլիարդատեր, կուտակելով առնվազն 100 միլիարդ դոլարի կարողություն։ 6 տարի առաջ այդքան հարուստ էր միայն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Հարստության եւ եկամտի անհավասարությունը գնալով խորանում է։ Դա ֆենոմեն է, որը բնորոշ է վերջին տասնամյակներին, այդ թվում նաեւ պայմանավորված դրամավարկային քաղաքականությամբ, որը շատ խթանող էր, այսինքն կենտրոնական բանկերը զարգացած երկրների տնտեսություն փող են լցնում եւ բնական է, որ այդ փողերը գնում են դեպի այն բիզնեսներին ու այն անհատներին, ովքեր այսպես արդյունք գեներացնելու մեծ ներուժ ունեն եւ այդ պայմաններում եկամտի ու հարստության անհավասարությունը խորանում է եւ երկրորդ ֆենոմենը, որը ավելի բնորոշ է վերջին տարիներին, քան տասնամյակներին, դա արհեստական բանականության հեղափոխությունն է, որը տեղի է ունենում համաշխարհային տնտեսությունում։ Միլիարդատերերի ցանկում գլխավոր անունը իհարկե Իլոն Մասկն է։ 2025-ին նա դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունն անցավ 500, ապա 600 եւ նույնիսկ 700 միլիարդ դոլարը։ Տարվա ընթացքում Մասկը հարստացել է 333 միլիարդ դոլարով, ավելի շատ, քան աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդու ողջ կարողությունն է։ Երկրորդը Google-ի համահիմնադիր Լարի Փեյջն է 257 միլիարդով, հաջորդում է Ջեֆ Բեզոսը 251 միլիարդ դոլար։ Սակայն տարվա ամենամեծ մեկօրյա շահույթը գրանցել է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը։ Սեպտեմբերի 10-ին նրա կարողությունն աճել է գրեթե 100 միլիարդ դոլարով մեկ օրում, աննախադեպ դեպք համաշխարհային պատմության մեջ։ Երբ որ դիտարկում ենք ինչ-որ անձանց հարստությունը, դա չպետք է բնականաբար պատկերացնենք, որ դա ինչ-որ բանկային հաշիվ է, դա այդ անձի տիրապետած բաժնետոմսերի ու նաև անշարժ գույքի մնացած ակտիվների շուկայական գնահատված արժեքն է, դա ամեն վայրկյան փոխվում է, որտեղ բաժնետոմսերի գները փոխվում են ամեն վայրկյան, ընդ որում արհեստական բանականության բնագավառի կազմակերպությունների բաժնետոմսերը, ընդհանրապես տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը խիստ տատանողական են, դրանք կարող են տարվա ընթացքում 2-3 անգամ աճել կամ 2-3 անգամ նվազել, ինչը վերջին տարիներին անընդհատ տեղի է ունեցել առաջատար կազմակերպությունների բաժնետոմսերի հետ։ Հոկտեմբերի 7-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայի մայր ընկերությունը հայտարարեց, որ 2 միլիարդ դոլար է ներդնում կանխատեսումների շուկա ստեղծող Polymarket ստարտափում, այն գնահատելով 9 միլիարդ դոլար։ Այդ գործարքը 27-ամյա հիմնադիր Շեյն Քոփլանին դարձրեց աշխարհի ամենաերիտասարդ ինքնաստեղծ միլիարդատերը, բայց նրա ռեկորդը պահպանվեց ընդամենը 3 շաբաթ։ Հոկտեմբերի 27-ին արհեստական բանականությամբ աշխատող աշխատուժի հավաքման Mercor ստարտափը հայտարարեց 10 միլիարդ դոլար գնահատմամբ ներդրման մասին։ Արդյունքում ընկերության 3 համահիմնադիրները ընդամենը 22 տարեկան դարձան պատմության ամենաերիտասարդ ինքնաստեղծ միլիարդատերերը, գերազանցելով անգամ Մարկ Ցուկերբերգի ռեկորդը։ Ներկայումս համաշխարհային տնտեսության գլոբալացումը եւ ինտեգրումը անհամաչափ հնարավորություններ է ստեղծում որոշ մարդկանց եւ ըստ էության հատկապես նրանց համար, ովքեր ունեն մեծ դրամագլուխ։ Տեսեք, COVID-19 համավարակի դասը ըստ էության հենց կայանում էր դրանում, որ 150 միլիոն մարդ ըստ էության աղքատացան եւ նրանց հզորությունները, արտադրական կարողությունները նկատի ունեմ
եւ այն աշխատատեղերը, որոնք իրենք չեն կարողանում իրականացնել, կազմակերպել, դրանցա որոշակի մարդկանց։ Այստեղ իհարկե մեծ նշանակություն ունի նաեւ միլիարդատերերի կամ ապագա միլիարդատերերի կողմնորոշումը, որոնք կարողացան այս հանգամանքից օգտվել։ 2016 թվականին աշխարհի ամենահարուստ մարդը Բիլ Գեյթսն էր 75 միլիարդ դոլար կարողությամբ, 2019-ին այն Ջեֆ Բեզոսն էր 131 միլիարդ դոլարով, այնուհետև եկավ Բեռնար Արնոն 2023 թվականին 211 միլիարդ դոլարով, այժմ Իլոն Մասկը ռեկորդներ է կոտրում, նրա կարողությունը հիմա գրեթե 10 անգամ ավելի է, քան Գեյթսինը 10 տարի առաջ։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։